այս ամբողջ գործընթացը այնուամենայնիվ հանցագործության հատկանիշներ պարունակում է, քանի որ եկեղեցին ունի սահմանադրությամբ ամրագրված որոշակի կարգավիճակ եւ եկեղեցու դեմ կատարված գործողություններն առհասարակ, ես կարծում եմ, որ իրենցից համադրական կարգի տապալման հանցակազմի հատկանիշներ պարունակում են իրենցում, բայց այստեղ նաև պետք է ուշադրություն դարձնել, որ ավելի շատ բարոյական եւ հոգեվոր խնդիրներ կան։ Օրվա իշխանությունը այդ ձևական, կարելի ասել աղանդավորական պատարակները կազմակերպում է ոչ թե աստվածահավատ լինելու արդյունքում, ոչ թե այսպես երդվյալ քրիստոնյա լինելու արդյունքում, այլ իր քաղաքական շահերի սպասարկման համատեքստում, այսինքն եկեղեցին պառակտելու նպատակ ունեն։ Եվ մենք այսօր եկեղեցում տեսնում ենք մարդիկ, ովքեր գուցե կյանքում առաջին անգամ են եկեղեցի եկել այդ պատարակներին մասնակցելու։ Տեսնում ենք բազմաթիվ մարդկանց, ովքեր իրենց հանրային, հասարակական, քաղաքական գործունեության ընթացքում նույնիսկ ծաղրել են Աստծուն, ակնհայտորեն ցույց են տվել, որ իրենք աստվածահավատ չեն, աթեիստներ են, եւ տեսնում ենք, որ այդ մարդիկ մասնակցում են այդ պատարակներին, եւ հենց այդ մարդիկ են հանդիսանում այդ պատարակների այսպես հոգեվորության աստիճանի ցուցիչը։ Երբ տեսնում ենք իրենց, արդեն հասկանում ենք, թե այդ պատարակը որքանով է պատարակ,